Բարի երեկո, հարգելի գործընկերներ, շնորհակալություն նախ հետաքրքիր եւ բովանդակալից զեկույցների համար, առանձնահատուկ շնորհակալություն Հեղինե Սեյրանովնային, իրականում շատ ուրախ ենք ձեր պես բանիմաց մասնագետ ունենալու համար, քանի որ երբեմն մենք հետազոտողի կարգավիճակից հայտնվում ենք հետազոտվողի, ուստի շատ կարևոր է ունենալ նմանատիպ խելացի մասնագետներ, շնորհակալություն։ Քանի որ հեմոստազի խնդիրները կարող են հաճախ հանդիսանալ ոչ միայն վիրահատական բարդություններ, առաջացնել թրոմբոզ, ուստի անհրաժեշտ է ունենալ արագ, հուսալի եւ ճշգրիտ գործիքներ լաբորատոր հետազոտությունների համար։ Կոագուլոմետրերը հանդիսանում են անփոխարինելի հեմոստազի մոնիթորինգում եւ դրանց միջոցով հնարավոր է ստանալ ոչ միայն արագ պատասխաններ, որը արագացնում է ախտորոշումը, այլ նաեւ բարձրացնում է բուժման արդյունավետությունը։ Այսօր ավելի մանրակրկիտ կցանկանամ խոսել Ստագո ընկերության Statelit Max կոագուլոմետրի առավելությունների մասին միջին լաբորատորիաներում։ Շեշտել եմ միջինը, քանի որ գիտեն գոյություն ունի Start Max եւ Compact Max։ Մինչ Statelit Max-ը մենք օգտագործել ենք Start Max եւ կուզենամ ներկայացնել կետառ առավելությունների մասին Statelit Max-ի, սակայն սա չի նշանակում, որ Start Max-ը վատն է։ Բնավ այն իդեալական է փոքր ծավալ ունեցող լաբորատորիաների դեպքում։ Եվ իհարկե Statelit Max-ը ձեռք բերելուց հետո լաբորատորիայում մեր կյանքը բաժանվեց երկու փուլի՝ մինչ Statelit Max եւ Statelit Max-ից հետո։ Ուրեմն ինչ է իրենից ներկայացնում Ստագո Start Max անալիզատորը, այն կիսաավտոմատ վերլուծիչ է, այսինքն այստեղ մարկային գործոնի ազդեցությունը ուղիղ կապ ունի, միաժամանակ կարող ենք չափել 4 կենսանմուշ, 4 կենսանմուշից առավելի դեպքում պետք է կատարել հերթականությամբ։ Մեկ կենսանմուշում կարող ենք չափել միայն մեկ թեստ, այսինքն եթե ընդունվել է բուժառու, ով ունի կոագուլյացիոն 4 եւ ավել տեստեր, դա պետք է կատարենք հերթականությամբ։ Չափման մեթոդը վիսկոզիմետրիկ, սա առավելություն է, որն ունի նաև Statelit Max-ը, այդ մասին մանրակրկիտ խոսվեց, քանի որ վիսկոզիմետրիկ մեթոդի շնորհիվ մենք կարող ենք ճշգրիտ պատասխաններ ստանալ, նույնիսկ ես կասեի չափավոր իքծերիկ, լիպեմիկ եւ հեմոլիզված արյունների պարագայում։ Տրամաչափարկումը եւ չափագրումը կամ այսպես ասած մեծ ծանոթ կոնտրոլը եւ կալիբրովկան կատարվում է մեխանիկական եղանակով։ Մի փոքր կանգ առնելով այս կետի վրա կցանկանամ կիսվել իմ փորձից կլինիկական դեպք, երբ որ մեր ուղղվածությունը Best Life բժշկական կենտրոնը առավելապես սրտաբանական ուղղվածության է եւ այնտեղ կատարվում են բաց վիրահատություններ, որից հետո պահանջվում է անտիկոագուլյանտային թերապիա, մասնավորապես փակաների վիրահատությունից հետո վարֆարինոթերապիա։ Եվ անհետաձգելի բուժօգնություն ընդունվեց պացիենտ, ով խմում էր վարֆարին, նա ընդունվել էր ինքնազգացողության վատթարացմամբ, չէր հիշում ընդունել է, չի ընդունել, գերազանցել է նշանակված չափաբաժինը եւ այդ պահին ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար, որպեսզի բժիշկը ընդունի բուժման ճիշտ տակտիկա, անհրաժեշտ է լաբորատոր արագ վերլուծություն, այսինքն պատասխանի արագ տրամադրում, բայց քանի որ այս պարագայում շատ դեպքերում գործում է նաեւ կյանքի այսպես ասած անարդարության օրենքը, ռեագենտը վերջացավ եւ նոր տուփը լոտը փոխված էր, չէր համապատասխանում, ինչը որ կալիբրովկան արդեն անցած էր։ Այս պարագայում պետք է կատարել դրամաչափարկում եւ քանի որ լինում է դեպքեր, երբ որ մենք ստիպված ենք լինելու մեկից ավել անգամ դրամաչափարկումը, քանի որ հնարավոր է կորը նորմալ չկառուցվի, մեր սրտով չլինի, որը կարող է անդրադառնալ հետագա արդյունքների վրա։ Այս պարագայում ես ունեցա մի քանի մահացած նյարդային բջիջներ, քանի որ պատասխանը տրամադրվեց նախատեսվածից ուշ եւ սրանից այս դեպքից հետո մեր համար եղավ կարեւոր ընտրել ավտոմատ կոագուլոմետրը։ Կատարվող թեստերը հիմնական ստանդարտ կոագուլյացիոն թեստերն են, պլյուս պրոտեին C եւ S։
Սատելիտ մաքսը ներկայացնում է իրենից ավտոմատ վերլուծիչ, այսինքն մարդկային գործոնի ազդեցությունը հասցված է մինիմալի, նաև չնշեցի սատելիտի Start Max-ի դեպքում, երբ որ միկրոպիպետը շատ են կիրառում եւ նրա աշխատանքային վիճակից կախված ձեռքից ձեռք, նաև բժիշկների տրամադրությունից կախված նույնպես կարող ենք ունենալ տվյալների փոփոխություն։ Միևնույն ժամանակ կարող ենք չափել 20 կենսանմուշ, ունի ստատ նմուշների չափելու հնարավորություն, մեկ կենսանմուշում միաժամանակ կարող ենք չափել այն բոլոր կոագուլյացիոն թեստերը, որը նշանակել է բժիշկը։ Ունենք 16 սառեցած ռեագենտային դիրք, նաև նշեմ, որ ինտուիտիվ մեխանիզմով սարքը կատարում է չափի վերահսկում ռեագենտների եւ ժամկետների վերահսկում։ Տրամաչափարկումը եւ չափագրումը կատարվում է ավտոմատ եղանակով, հենց այս կետը ինձ բավականին օգնում է իմ լաբորատորի հետազոտությունների արդյունքում, քանի որ երբ որ լոտը փոխվում է, ամեն տուփի հետ ստանում ենք շտրիխ կոդեր, այսպես ասած, որոնք հետագայում ցույց կտանք, եթե հետաքրքրի, սարքի առջևի մասում լույս է վառվում, անցկացնելով վայրկյաններ, եթե նշեմ շատ ասած կլինեմ, ակնթարթորեն կարող ենք ստանալ կալիբրովկայի պատասխանները։ Չափման մեթոդը օպտիկական վիսկոզիմետրիկ։ Կատարվող թեստերը, բացի ստանդարտ կոագուլյացիոն թեստերից, կատարվում է դեցիմեր, 10-րդ գործոնի որոշում, հակաթրոմբինի որոշում, Լեյդենի մուտացիայի եւ այլ գործոններ կարող ենք որոշել։ Իսկ իհարկե ձեզ նաև կհետաքրքրի թերությունները։ Ուրեմն իմ աշխատանքային գործունեության ընթացքում նկատել եմ, որ կա պատճառահետևանքային կապ լաբորատոր մասնագետներից գործողությունների կամ անգործության եւ սարքավորումների առաջացած թերությունների միջև։ Կոնկրետ իմ պարագայում առաջացել է խնդիր, երբ որ ես մոռացել եմ փոխարինել ֆիլտրացիոն բարձիկները, ուստի եթե մենք մեր սարքավորումներին անշունչից սարքենք շնչավոր, նրանց մեջ դնենք հոգի, շրջապատենք նրանց ուշադրությամբ եւ ջերմությամբ, իհարկե սատելիտի դեպքում ոչ առավել քան 32 աստիճան Ցելսիուսն է, ապա վստահ եղեք, որ ձեր ոչ մի սարքավորում ձեզ հուսախաբ չի անի։ Եվ ամփոփելով կասեմ, որ սատելիտ մաքսը մաքսիմալ նորարարական է, մաքսիմալ վստահելի, մաքսիմալ ճկուն եւ մաքսիմալ արդյունավետ։ Հետ գնացի։ Շնորհակալություն ուշադրության համար, ձեր ժամանակի համար։ Եվ իհարկե, քանի որ վերջը խոսքը այսպես ասած տրամադրվել էր, ինձ չեմ կարող առիթից չօգտվել եւ իմ շնորհակալության խոսքը չհայտնել կոնցեռն էներգոմաշ ընկերությանը, իրենց ողջ թիմին։ Ցանկանում եմ ծափահարենք կոնցեռն էներգոմաշ ընկերությանը։ Շնորհակալություն, որ մեզ իրազեկում եք մշտապես լաբորատոր ոլորտում կամ լաբորատոր աշխարհում կատարվող նորարարությունների մասին։ Եվ երկրորդը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել եւ ծափահարենք Stago ընկերությանը։ I want to say thanks to Stago company for this powerful equipment because with Stago our life in laboratory become more confident and of course more comfortable. Merci. Thank you very much. Եվ իհարկե վերջում ցանկանամ ծափահարենք ինքներս մեզ, մեր ասոցիացիայի նախագահի Ալլա Միասնիկովնայի գլխավորությամբ ծափահարենք բոլոր լաբորատոր մասնագետներին ձեր անտեսանելի, բայց իհարկե շոշափելի աշխատանքի համար, քանի որ ժամանակակից բժշկության մենք քայլում ենք ոչ թե բժիշկներին կողք կողքի, այլ ձեռք ձեռքի մեկնած։ Շնորհակալություն։ Դոկտորներ շատ շնորհակալություն։ Ասեցիք ամեն ինչ, ամփոփեցիք գեղեցիկ ձևով մեր միջոցառումը շատ շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։ Այո, կան հարցեր։ Maybe you have any questions? Ես բոլորին ա վերաբերվում իմ հարցը երևի, որովհետև այս ամբողջ պրոգրեսի հետ հեմոստազի թեստերում ինձ միևնույն է հետաքրքրում է պրոթրոմբինի ռեֆերենս արժեքները,
ժամանակը, պրոտրոմբինային ժամանակի, ինդեքսի եւ ANR-ը, որովհետեւ ամեն անգամ կալիբրովկայից հետո մենք ստանում ենք տարբեր reference time-եր, որոնցից կախված մեր ժամանակը փոխվում է եւ եթե իմաստ չունի այդ պրոտրոմբինային ինդեքսը ինչ ենք մենք դեռ գրում դա, եթե իմաստ ունի, ոնց որ ոնց եք դուք օրինակ Ֆրանսիայում, Իտալիայում, չգիտեմ, վերցնում այդ ստանդարտը, որը ճիշտ է այդ ref time-ը, որը հետո հաշվում է մեր մնացած sample-ները, էլի այսպես ասած։ Ուրեմն պրոտրոմբինային ինդեքսը ասվածը, չգիտեմ քանի տարի, բայց արդեն գործածությունից պետքա դուրս եկած լինի, բայց այո, մենք էլ ենք տալիս, բայց արդյունքում բժիշկները պետքա ընդգծեն եւ ուշադրությունը դարձնեն միջազգային նորմալիզացված կամ այսպես ասած ANR-ի վրա, քանի որ ամեն ռեագենտ ունի ICI զգայունություն է եւ դրանից կախված կարող է ինդեքսը ժամանակը փոխվել, բայց ANR-ը կապ չունի որ լաբորատորիա աշխարհի որ մաս գնա, պետքա դա նույնը լինի կամ թույլատրելի շեղմամբ։ Ոստի այդ կարևորը ANR-ը, այսինքն մենք ինքներս, ես ինքս մեր հասել եմ նրան, որ բժիշկները միայն նայում են եւ ընդունում են ANR-ի թիպը։ Այո, international, But you know, actually, the calibration doesn't affect at all because you receive a pre-calibrated curve, which is absolutely, you know, the curve that is valid for all the lot, wherever you can find that lot. So, first of all, sorry, I have a question because, you know, before to go, in which way you give the result to the patient? Do you use the INR, which is, you know, the international... Yeah. So, you know, you can find in also I think in the booklet that you got it today by the concern. Yeah, I was wondering if I get, for example, reference time for prothrombin time, like when it is 13,2, I give different prothrombin seconds, but when I get like reference time like 12.5, but the curve is okay for both. Then I get another result, another second, right? Honestly, I'm not so technical. I cannot really answer to your question because I'm really not sure to understand what you are talking about. Because you know, our method it is very well recognized for the standardization and the repeatability of the results. So for me, it is quite ununderstandable what you are saying. But please, if you can send me an email, I will give you my business card. We will come back to you with some our experts because, as I told you in my presentation today, what we want to do is really to be close to you. So whatever you need, besides of course your colleague in Armenia, but also from our side and stuff, we are always available for you. So if I want to very well understand what you're talking about, I'm not so technical, I'm sorry, but I will be very happy to receive your question, if you can write it in order that I can better understand, and we will come back to you with our experts. Քանի որ կոնտրոլները տարբեր լաբորատորիաներում տարբեր են, չէ՞, կալիբրովկայից հետո ստանում ենք, այսպես ասած, PT կոնտրոլը։ Եվ տարբեր լաբերում տարբեր են, եւ ձեր այդ կոնտրոլից հաշվում է արդեն ինդեքսը, այսինքն բարձր է դրանից գնում, թե իջնում է։ Ուստի այդ տարբերության հետևանքով մենք ունենանք տարբեր այդ ձեր ասած ինդեքսի տարբերությունը։ Իսկ որ դժվար մեր հյուրերը իմանային, քանի որ մենք ունենք վիրահատված պացիենտ, ով հետագա վարֆերինո թերապիայի չափաբաժինները, այսպես ասած, տեղի ստուգվում է Ռուսաստանում, ուղարկում էր մեր սրտաբաններին եւ այնտեղ տալիս են միայն ANR-ի պատասխան։ Ինդեքս չեն տվել երբեք։